պետք է համախմբին դիմադիր դաշտը եւ գլխավոր օրակարգը հանրապետականի շարունակում է մնալ, ինչպես ինքն է ձևակերպում կապիտուլյանտների իշխանությունից հեռացնելը։ Մտահոգված է իշխանությունը, որ նախընտրական տարում կհաջողվի ամեն դեպքում ԿՊ-ին իշխանությունից հեռացնել իշխանափոխությամբ կամ իրեն ինչ մեթոդներով։ Ոչ։ Ինչու պարոն Ռոբինյան բազմաթիվ ձախողումների մասին է խոսում, որ արձանագրել է իշխանությունը այս տարիներին սկսած Արցախից, ավարտած հայերների քաղաքական օրակարգերով, ինչու պետք է չհաջողվի։ Հարցը ո՞րն է, ինչու չպիտի հաջողվի իշխանությունը փոխել մինչև ընտրությունները։ Դա է հարցը։ Ինչու պետք է չհաջողվի նրանց հրաշքին իշխանությանը, եթե աչք հաստատումներ կան իրենց կողմից ներկայացված, որտեղ ձախողվել եք այս 7 տարի։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրությունների 2026 թվականին կլինեն ընտրություններին, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը։ Դուք կարծում եք մինչ այդ ժողովրդին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր դաշտին ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ։ Ոչ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Ո՞նց եք այդպիսի պնդում անում։ Եվ կրկին այդ հարցի պատասխանը 2026 թվականին կստանանք բոլորս։ Ռոբինյան, հանրապետականները նաև երեք հայտարարում էին, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը պետք է շարունակի մնալ իշխանության այդ քաղաքական օրակարգում։ Արդյոք սրանով իրենք նաև չեն լեգիտիմացնում Ադրբեջանից հնչող կրակոցները ու նույն մեղադրանքները, որ Ադրբեջանը ուղղում է Հայաստանին։ Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումը ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ հանգամանքում։ Իսկ այս մասով այս ընթացքում, որ Հայաստան գնում է խաղաղության, իրենք հայտարարում են, որ էջը փակված չէ, պետք է շարունակել բանակցային օրակարգում պահել։ Դա ինչ ազդեցություն Ես այդ կոնտեքստում ասեմ, ընդհանրապես մեր ընդդիմությունը եւ առաջին հերթին նախկին այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունը ամեն ինչ արել է եւ շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության։